Բարելույս ելիքորեր եղբայրներ ջան, եկեք անդրադառնանք մեր թեմային Հռոմեացիս 11-րդ գլխի 23-ից մինչև 32 համարներին։ Նախորդ ձայնագրության մեջ մենք անդրադարձանք կարևոր սկզբունքի, որովհետև ինքը օգտակար կլինի մեզ հետագայում ճիշտ տեսնել Իսրայելի կերպարը եւ ճիշտ հասկանալ, թե Աստված Իսրայելի անկումով եւ Իսրայելի վերականգնումով մեր քրիստոնեական սկզբունքների մեջ ինչ ուսուցում է մեզ տալիս։ Եթե նախորդ ձայնագրություններում 11-ից մինչև 22 համարները 11-րդ գլխի մենք տեսանք առաքյալը Իսրայելի անկումով մեզ սովորեցրեց 4 դաս, առաջինը որ հեթանոսներին բացված դուր կար Իսրայելի անկումով, այսինքն Աստված Իսրայելին մերժելով մեզ համար դուր բացեց հեթանոսներին, դա Աստծո շնորհքի մասին ուսուցումներ։ Երկրորդ մենք տեսանք իրական քրիստոնեական խոնարհություն ինչպիսի ընկալում պիտի ունենար արդեն հավատքով տնկված վայրի ձիթենու ճյուղը այդ արմատի վրա, որը նախահայրերն էին եւ խոստումներն Աստծո, եւ տեսանք իրական խոնարհությունը։ Մյուս դասը դա հավատքն էր։ Մենք տեսանք, որ անհավատության պատճառով նրա արմատից պոկվեցին, եւ մյուսը մենք տեսանք Աստծո վախի մասին, այսինքն մենք նաեւ տեսանք, որ այդ հավատք հասկացողությունը Աստծո պարգևն է։ Հիմա այս արդեն 23-ից մինչև 32 համարներում եթե անցյալ դասում մենք տեսանք Իսրայելի անկումով 4 դաս, հիմա մենք կտեսնենք 4 պատճառ, այսինքն 23-ից մինչև 32 համարները կտեսնենք 4 պատճառ առաքյալը ներկայացնում Իսրայելի վերականգնման եւ Աստծո կողմից դրա ընդունման, ասենք նույն արմատի վրա պատվաստվելու սկզբունքի համար։ Եվ սա շատ կարևոր է, այսինքն առաքյալը խոսում է եւ Իսրայելի անկման դասերի մասին եւ նրա վերականգնման դասերի մասին, եւ այս ամենը կապված է մեզ հեթանոսների հետ։ Որովհետեւ մեկը կասի, բայց ինչ կապ ունի Իսրայելը մեր հետ, այդ դեպքում կարաք նայեք հենց մեր 11-րդ 13 համարը, որտեղ առաքյալը ուղղակի շշմա, բայց ձեզ հեթանոսներիդ ասում եմ։ Իսկ եթե առաքյալը մեզ բան է սովորեցնում Իսրայելի անկման եւ Իսրայելի վերականգնման մասին, սա նշանակում է այն ավետրանի ճշմարտության կամ ընդհանրապես հոգեվոր կյանքի սկզբունքների մեջ կարևոր դեր ունի։ Եվ հիմա մենք ավելի խորը սա կտեսնենք, որտեղ այն կապված է եւ ընտրության հետ, եւ Աստծո շնորհքի հետ, եւ իրականում հավատք հասկացողության հետ, այսինքն այս ամեն ինչով, որտեղ Իսրայելի անկումը, այսինքն Իսրայելը որպես Աստծո ժողովուրդ եւ նրա մերժվելը եւ նրա վերականգնվելը ամեն դեպքում խոսում է, եթե ուղղակի հերակա հայաց դիտենք, խոսում է Աստծո անաչառ լինելու, Աստծո արդար լինելու եւ նաեւ Աստծո հավատարիմ լինելու մասին իր ուխտերին։ Այսինքն սրանք շատ կարևոր սկզբունքներ են, որ մենք հասկանանք, որովհետև 29 համարում մենք ասում ենք, որովհետև Աստծո շնորհքը եւ կոչումը զղջար չունի։ Այսինքն այդ ինչ Աստված ուղղակի առաքյալը պարզապես վերցրեց մի սկզբունք Աստծո մասին եւ ուղղակի միջանկյալ այդ հատվածում խոսեց, ոչ։ Այսինքն իր զարգացած մտքերից մեր մոտ պետք է հասկացողություն ձևավորվի, որ Աստծո մոտ ուշադիրն է 29 համարը, որովհետև Աստծո շնորհքը եւ կոչումը զղջար չունի։ Իսկ եթե Աստված մեկին ընտրեց եւ մեկին կանչեց եւ մեկին, այսինքն իր շնորհքով ներգործեց, իր շնորհքով նրան կանչեց, որտեղ մենք կարդացինք շնորհքի դրության պես մնացող։ Իր շնորհքով նրան ընտրեց փրկության համար։ Այս զղջար չունի, այսինքն Աստծո ընտրությունը ոչ միայն ուղղակի հերրական ընտրությունը, այլև այդ անձի կյանքում ընդհանուր այդ անձի ամբողջ կյանքի ընթացքում ներգործությունը նրա սրտի, նրա հասկացողության, նրա ամբողջ զգացմունքների, այսինքն նրա կյանքում ներգործությունը, այսինքն Աստծո շնորհքով։ Դրա համար սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք, ուղղակի փրկություն բառը դա չի նշանակում իրավական ինչ որ մի հրճակում Աստված ասես դու փրկված ես, մյուս օրեր ասես չէ, լավ չապրեցի, դու փրկված չես։ Դա այդպես չի սիրելիներս։ Երբ որ Աստված մեկին ասում է դու փրկված ես կամ հրճակում է փրկված, այդ անձի կյանքում ամեն վարքյան գործ անում Աստված իր շնորհքով, որպեսզի ի վերջո հավիտենականության մեջ այդ անձը իր սրտից գովաբանի Աստծո շնորհքը, ոչ թե իր կարողությունները։ Սա ամենակարևորն է։ Ուրեմն, եթե նախորդ դասում մենք անդրադարձանք 11-ից 22 համարներում Իսրայելի անկումով առաքյալը մեզ սովորեցեց 4 դասի մասին, Աստծո շնորհքի մասին, խոնարհության մասին, քրիստոնեական հավատքի մասին եւ Աստծո վախի մասին, որ անդադար անձը պիտի մնա Աստծո վախի մեջ։ Աստծո վախը այն ինդիկատոր է, որ անձը փրկված է սերներս։ Կա վախի մի քանի կատեգորիաներ, նաև սխալ վախ, որը նաև կոչված Աստծո վախ, դրա մասին մենք խոսենք հետագայում ու ժամանակը խնայելու համար։ Բայց իրականում Աստծո վախ դա նշանակում է իրական խոնարհ քրիստոնյան հավատքի մեջ եղած, ով շատ մեծ սկզբունքով, շատ մեծ ամբողջական ընկալում ունի, որ ինքը կախված է Աստծուց ամեն վարքյան։
իր Քրիստոսի մեջ մնալը կախված է Աստծուց։ Սա ամենակարևորն է, որ ինքը գիտի։ Սա Աստծո վախի կարևոր սկզբունքը։ Եվ այս վախն է, որ մարդը հեռու է փախնում չարից։ Այս վախի ներգործությունն է, որ մարդը չարից զզվում է եւ չարից հեռու է փախչում։ Հիմա որպեսզի ավելի մենք տարբեր թեմաների չանդրադառնանք, հիմա մեր այս հատվածում 23-ից 24 համարներում առաքյալը խոսելու է կարևոր առաջի վերականգնման դասի մասին, այսինքն պատճառի մասին։ Պատճառը մենք տեսնելու ենք, որ Աստված կենթանացնի Իսրայելը հավատքի շնորհիվ։ Անհավատության պատճառով այն կտրվեց եւ կպատվաստվի նորից իր բնական արմատի վրա հավատքի շնորհքով։ Եվ սա շատ կարևոր սկզբունք մեր կտեսնենք, այսինքն առաջի պատճառը ինչպես կվերականգնի Աստված Իսրայելին հավատքի շնորհիվ։ Հիմա ես եթե հիշում եք նախորդ ձայնագրության մեջ, որը կարծես ներածական մենք արեցինք, այդ ներածության մեջ ես անդրադարձա նույնպես կարևոր մի ճշմարտության, որը մեզ կօգնի հետագայում ավելի խորը հասկանալ։ Մենք խոսեցինք Իսրայելի մարդկային ընկալման մասին։ Իսրայելը որպես Աստծո ընտրյալ ժողովուրդ շատ հաճախ հավատացյալները, որոշ կատեգորիաներ հավատացյալների ունեն սխալ ընկալում Իսրայելի։ Որոշ մարդիկ Իսրայելի ամեն մի արարք արդարացնում են, որովհետև 5 կտականում տեսնում են, որ Աստծո ընտրյալ ժողովուրդն է, եւ ըստ դրա մղված են Իսրայելի ամեն գործողությունը արդարացնել, լինի դա աստվածային, լինի դա մարդկային սկզբունքներով արած գործ։ Այսինքն դրա համար պետք է շատ զգույշ լինենք։ Ինչի՞։ Մեր ընդհանուր, եթե անդրադառնանք նույնիսկ պուրիտաններին, եթե անդրադառնանք ընդհանուր հավատքի հերոսներին եւ հավատքի հայրերին, նույնիսկ եկեղեցու պատմության ընթացքում կտեսնեք շատ հաճախ նրանց հռչակումը, որ մեր մարդկային ընկալումները եւ մեր մարդկային զգացմունքները եւ մեր մարդկային սկզբունքները ամենամեծ վնաս բերող, կարելի ասել ամենամեծ թշնամին է հանդիսանում Աստծո։ Ինչի՞։ Օրինակ, որպեսզի բարձ հասկանանք։ Շատերը հակված են ասելու, որ Աստծո թշնամին սատանան է։ Համաձայն Աստվածաշունչը խոսում է, որ Աստծո թշնամին հանդիսանում է, հակառակորդը հանդիսանում է սատանան, բայց նաև խոսում է, որ սատանան Աստծո ձեռքերի մեջ գործիք է։ Շատ հաճախ մենք կտեսնենք սա, եւ տեսեք, Աստծո ձեռքերի մեջ գործիք լինելով մարդու խնդիրը որտեղ է։ Սատանան կարա մարդուն տա մտքեր, Աստծուն հակառակ սկզբունքներ, խափի Աստծո մասին բամբասի, բայց ով է համաձայնվում սատանայի ասացի հետ։ Իմ անձը։ Եթե իմ անձը սատանայի ասացի հետ չհամաձայնվի, ոչ մի խնդիր չի լինի։ Այստեղ է, որ բոլոր հոգևոր հայրերը, որոնք խոսում են ընդհանուր կարևոր արգելքների, որ հոգևոր կյանքը չի առաջընթանում, դա մեր անձն է, մեր անձիս հասկացողությունը, մեր անձնական, մեր սուբյեկտիվ ընկալումները, աստվածաշնչյան նույնիսկ հատվածների նկատմամբ մեր ընկալումները մարդկային, ոչ թե Աստծո հոգու ասածը, այլ մենք ինչպես ենք դա ընկալել, այս ամենը առավել վնասակար է, քան նույնիսկ քրիստոնեական կյանքի մասին մարդիկ կարդում են թեորիապես, աստվածաշունչը գիտեն, կարդում են ճշմարտություն, բայց վարվում են իրենց մարդկորեն կերպով։ Դա նշանակում է, որ նույնիսկ այդ ճշմարտությունը իրենք ընկալել են մարդկորեն։ Դրա համար այստեղ դրա համար իրաց վարքի մեջ ոչ շնորհք կտեսնես, ոչ ողորմություն կտեսնես, ոչ վախ կտեսնես Աստծո։ Ինչի՞։ Որովհետև այն ուղղակի մարդկային ընկալում է եւ եթե մարդկորեն ընկալել են, մարդկորեն էլ վարվելու են։ Լավ, որպեսզի ավելի չհեռանանք, ուրեմն մենք անդրադարձանք, որ Իսրայելի մասին կա նաև մարդկային ընկալում եւ շատ կարեւոր է, որ մեր Իսրայելի մասին հասկացողությունը ձևավորվի Աստծո անսխալական խոսքից, որպեսզի մենք ճիշտ տեսնենք, որտեղ է Իսրայելը վարվում Աստծո կամքի համաձայն, որտեղ է Իսրայելը հեռանում Աստծո կամքից։ Եվ սա շատ կարևոր է։ Ամեն դեպքում մենք մի բան հասկացանք, որ որքանով էլ մեր հատվածի մեջ մի քանի տիտղոսներ նկարագրեց Աստված կամ հեղինակը Պողոս առաքյալը Իսրայելի մասին, անդրադառնալով, որ Իսրայելը անհավատ է, Իսրայելը անհնազանդ է, Իսրայելը թշնամի է ավետարին, Իսրայելը պղծված է, եւ մենք տեսնում ենք, որ նրա կարգավիճակը այսօր այդպիսին է, որտեղ մերժված է, մերժել է փրկության միջոցը, եւ ինքը ընկալել է մարդկային փրկության միջոց, իր մարդկային կարողությունով Աստծո օրենքի գործերը կատարելով արդարանա Աստծո առաջ։ Հիմա այս վիճակում որքանով էլ Իսրայելը այս բոլոր բնութագրերի տերն է այսօր, անհավատության, աննազանդության, պղծության, որպես թշնամի ավետարանի համաձայն, բայց մենք տեսնում ենք, որ այն մնում է սիրելի հայրերի համար, եւ այդ մասին մենք կարդում ենք նաեւ նույնպես մեր հատվածի մեջ, օրինակ հիմա ես այն մեջ կբերեմ,
մեր 29 համար այսօր կարդացի, որ Աստծո շնորհքը եւ կոչումը զղջաճունի, դրա վերևի հատվածը 28 համարում, ասում ավետարանի նկատմամբ նրանք թշնամի են ձեր պատճառով։ Նրանք թշնամի են, որտեղ դուք հեթանոսները, որոնց իսրայելացիները չեն ընկալում Աստծո ժողովուրդ, դուք դարձել եք Աստծո ժողովուրդ, նրանք թշնամի են դարձել ձեզ։ Դուք ով եք, որ փրկություն ունենաք, դուք ով եք, որ Աստծո ընտրյալ ձեզ համարեք, սա թշնամի ենք ավետարանի համար, որտեղ մենք հավատացինք ավետարան, իրանք ավետարանը մերժեցին։ Իսկ ինչ էր ավետարան? Քրիստոսի զոհաբերությունը, Քրիստոսի անձը եւ Քրիստոսի կատարած գործը, փրկության կարևոր միջոց Աստծո կողմից նախասահմանված։ Հիմա մենք այն ընդունեցինք, իրենք մերժեցին, մենք դառնանք թշնամի այդ ավետարանի պատճառով, բայց ուշադիր նայեք հատվածը 28-ի, որովհետեւ որ ավետարանի նկատմամբ նրանք թշնամի են ձեր պատճառով, ընտրության նկատմամբ, ընտրության, այն որ Աստված նախահայրերին, այսինքն խոստումա տվել Աբրահամին, որ քո սերունդը այսպես օրդությունները խոստումները նրանք վերաբերվի, բայց ընտրության նկատմամբ սիրելի են հայրերի համար։ Հայրերի համար կնշանակի այն խոստումները, որ Աստված տվել է Աբրահամին եւ իր սերունդին, այդ պատճառով նրանք սիրելի են։ Այսինքն դրա համար մենք տեսնում ենք, որ հետագա համարներում տեսնում ենք, որ ամբողջ Հակոբը կփրկվի, այսինքն դուռը բացված, այսինքն որքանով են այն մերժվածը իր այսօրվա բնութագրի համար անհավատության, աննազանդության, պղծության, թշնամի լինելու, բայց նրա համար կա Աստծո ընտրության օղակներում ապագա։ Եվ առաքյալը այս մասին է խոսելու, եւ սրանով է ինքը ցույց տալ, որ Աստծո ընտրությունը կամ Աստծո կոչումը, կոչելը, կանչելը եւ շնորհքը, որը վրա է, զղջար չունի, այստեղ է, որ ամբողջ խնդիրը մենք պետք է տեսնենք։ Հիմա, սերերս, նույնպես կարծես որոշակի առումով արդեն 11 րոպե մենք ներածական խոսեցինք, որպեսզի կարողանանք այս բարդ հատվածից ճիշտ տեսնենք հեղինակի զարգացրած միտքը։ Ուրեմն 4 կարևոր պատճառ կտեսնենք Իսրայելի վերականգնման։ Եթե նախորդ ձայնագրության մեջ մենք տեսանք 4 դաս Իսրայելի անկումով, այսօր կտեսնենք 4 կարևոր պատճառ Իսրայելի վերականգնման համար։ Առաջինը, Աստված կկենդանացնի Իսրայելը հավատքի շնորհիվ։ Եկեք անդրադառնանք 23 եւ 24 համարը։ Եկեք ընթերցենք հիմա հատվածը։ Խնդրեմ ուշադիր լսեք։ Եվ նրանք էլ, եթե անհավատությունումը չկենան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց։ Նորից եմ ասում, ես որոշակի լեքսիկոլոգիական խնդիրների կանդրադառնամ, որտեղ հատվածի մեջ կա հայկական թարգմանություն, հիմա ես կարդում եմ Արարատի թարգմանություն, բնագրի մեջ այլ բառ է օգտագործված, ճիշտ է, այդ բառը, որ օգտագործված է բնագրում, իր նշանակության մեջ նաև կա կարող է, բայց կա նաև զորավոր է։ Հիմա այստեղ տեսեք, ռուսերը թարգմանել են զորավոր է։ Բог սիլիոն опять привить их։ Աստված զորավոր է նրանց կամ ուժ ունի նրանց նորից պատվաստելու, հայերենում Աստված կարող է պատվաստել։ Այստեղ կարող ասենք, եթե նրանք հավատան, Աստված կարող է պատվաստել։ Այստեղ այդ բառը չի ասում։ Այստեղ շեշտը դրված է Աստծո զորության վրա, որ նրանց կշնորհի հավատք, որ պատվաստի, ինչպես մեզ անհավատներիս շնորհեց հավատք, որ պատվաստի, որպես վայրի ձիթենու ճյուղեր բնական ձիթենու վրա, որ օտար ենք այդ ձիթենուց մենք։ Հիմա տեսեք, դամանիք ասում Աստված զորավոր է, այսինքն Աստծո գործն է սա անողը։ Սա Աստված է, որ նրանց հավատք պիտի տա, ինքը կարողություն ունի տալու եւ անելու։ Սրա մասին է խոսքը, սերս։ Շատերն ասում են, բայց Արմեն եղբայր, չէ՞ որ ես եմ հավատում։ Այո, Արմեն եղբայրը չի ասում, որ դու չես հավատում, բայց դու հավատում ես, որովհետև Աստված տալիս է քեզ այդ շնորհքը։ Դա քո ընկած, մահացած, անկենթան կարողությունից չի, այլ Աստծո շնորհքից է, որ քեզ տալիս այդ հավատքը։ Եվ դու քո հոժար կամքով վերստին ծնունդ ես ունենում հավատալով Քրիստոսին։ Այսինքն դու ես հավատացողը, բայց այդ հավատքը քեզ պարգևող Աստված է։ Այս է ամբողջ խնդիրը։ Հիմա լավ, որպեսզի մենք հասկանանք, եկեք ընթերցենք ամբողջացնենք։ Եվ նրանք էլ, եթե անհավատությունումը չկենան, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց։ Վասնզի, եթե դու ի բնե վայրի ձիթենուցը կտրվեցար եւ բնության դեմ, բնության հակառակ, բնության դեմ բարի ձիթենու վրա պատվաստվեցար, ել որքան ավելի նրանք, որ բնական են, կպատվաստվեն իրենց իսկ ձիթենու վրա։ Տեսնում եք։ Եկեք անդրադառնանք մեր այս հատվածին։ Որպեսզի առավել հասկանալի լինի, խնդրեմ նախորդ ձայնագրությունները լսեք, մանավանդ 11-ից 22 համարների այդ 4 ուսուցումների մասին Իսրայելի անկումով,
որտեղ այնտեղ մենք անդրադառնում ենք, թե այս հատվածում ընդհանրապես առաքյալը ինչի մասն է խոսում։ Օրինակ 23-24 համարում մենք տեսնում ենք Իսրայելի մասին որպես բնական ձիթենի, տեսնում ենք այդ Իսրայելը որպես ճյուղեր եւ տեսնում ենք արմատը, որ նախահայրերն են։ Երբ որ մենք ասում ենք նախահայրեր, պետք է հասկանանք, դա այն խոստումներն է, որ Աստված տվեց Աբրահամին եւ Աբրահամի հետ նաեւ նրա սերունդին, ում հետ նորոգեց ուխտը։ Դա ով է? Իսահակը, Հակոբը, հետո մենք տեսնում ենք Մովսեսը, հետո տեսնում ենք նաեւ Դավիթը, որի հետ ուխտ արեց նաեւ թագավորական աթոռի հավատարիմ մնալու։ Այսինքն Աստծո խոստումները ամբողջացնելով Իսրայելի թագավորությունը եւ Աստծո արքայությունը։ Հիմա տեսեք, երբ որ մենք ասում ենք Իսրայելի թագավորությունը, այստեղ պետք է մի քիչ զանազանենք ինչի մասին է խոսքը։ Իսրայելի թագավորությունը, ասել դա մեսիական թագավորությունն է։ Այո, այն Աստծո արքայությունն է, Աստծո արքայության ընդհանուր սկզբունքների մեջ թագավորությունն է, բայց Իսրայելի թագավորությունը դա այն շրջանն է, որտեղ Աստված ի վերջո այն խոստումները, որ տվեց Աբրահամին, ամբողջացնում է ֆիզիկական երկրի վրա։ Հետո նոր մենք տեսնում ենք նոր երկիր եւ նոր երկինք, որտեղ Աստծո արքայությունն է արդեն ամբողջական։ Բայց հազարամյա դա Իսրայելի տարածքում է, որը մեծանալու է։ Այն խոստումները, որ մենք Ծննդոց գրքում կարդում ենք, թե ինչ երկրի, ինչ երկրամաս է տալի Աստված Իսրայելին, Աբրահամի խոստումի մեջ, դա իրականացնում է Աստված հազարամյայի ժամանակ։ Դա համար այն կոչված է Իսրայելի թագավորություն կամ մեսիական թագավորություն։ Դա համար Գործ առաքելոց առաջ գլխում առաքյալները իսրայելացիները Հիսուսին ասում տեր, այս ժամանակ է Իսրայելի թագավորությունը վերականգնելու։ Եկեք անդրադառնանք այդ հատվածին, տեսեք։ Տեսեք 6 համարը Գործ առաքելոց առաջի գլխի։ Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան Հիսուս Քրիստոսին հարությունից հետո, ինչ էին հարցնում իր աշակերտները, որոնք իսրայելացի են։ Եվ նրանք մեկտեղ գալով հարցնում էին նրան եւ ասում. Տեր, այս ժամանակում ես կանգնեցնում, հաստատում Իսրայելի թագավորությունը։ Ուշադիր նայեք, Հիսուս Քրիստոսը քարոզում էր Աստծո արքայության մասին։ Ինչ են հարցնում իսրայելացիները։ Իսրայելի թագավորությունը, որտեղ մեր մարգարեական Տիտղոսը Մեսիայի մասին, մեսիական թագավորությունն է։ Եվ այս մասին է խոսքը, երբ որ մենք ասում ենք հազարամյա, այսինքն մեսիական Քրիստոսի թագավորություն երկրի վրա 1000 տարի։ Լավ, ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, եւ նա ասեց նրանց. ձեր բանը չի գիտենալը ժամերը եւ ժամանակները, որ հայրը իր իշխանության մեջ դրա։ Հայրը իր իշխանության մեջ դրել է եւ Իսրայելի թագավորությունը հազարամյան եւ դրանից հետո հավիտենական Աստծո արքայությունը։ Սա շատ կարեւոր է հասկանանք, այսինքն ամեն դեպքում մենք հետագայում ենք նայելու այդ Իսրայելի թագավորությունը ինչ նպատակի համար, ինչի համար Աստված 1000 տարի ուղղակի այս երկրի վրա, որ ապականված է, ինչի է դրանից վերցնում որոշակի անեծքներ, որոշակի, ինչի է 1000 տարով կապում սատանային, բայց թողնում մարդու մեղավոր բնությունը, վերստին ծնված, բայց ապականացու մարմնի մեջ որոշակի իսրայելացիներ, որտեղ եկեղեցին գալու է փառավորյալ մարմիններով այդ հազարամյայի մեջ, բայց նաև որոշակի վերստին ծնված իսրայելացիներ մեծ նեղությունից մտնում են այդ արքայություն դեռ ապականված մարմիններով, այո, փրկագնված հոգիներով վերստին ծնված, բայց ապականված մարմիններով, որովհետև նրանցից էլ դեռ ծնվելու են ապականված մարմնով մարդիկ, որոնց հավաքելու է սատանան 1000 տարի եւ բերի նորից ապստամբության։ Սրանք շատ կարևոր նպատակներ ունի Աստված, որ նաև հազարամյա թույլ է տալի երկրի։ Մենք այդ մասին խոսելու ենք, դա Աստծո փրկության ծրագրի կարևոր բաժիններ է։ Բայց որպեսզի չշեղնենք մեր ուղղակի մտքից, պետք է անդրադառնանք։ Ուրեմն մենք տեսնում ենք, որ կա Իսրայելի թագավորություն։ Հիմա, երբ որ մեր հատվածում առաքյալը խոսում է Իսրայելի վերականգնման մասին, այսինքն Իսրայելը երբ որ պիտի դառնա եւ մտնի նոր ուխտի մեջ, դա վերականգնվում է այդ թագավորությունը։ Հիմա եկեք արա դամար առաքյալն ասում է, իսկ եթե հեթանոսների ապաշխարությունը կամ հեթանոսների ընդունելությունը աշխարհին հաշտություն եղավ, այսինքն աշխարհը մարդու հետ հեթանոսները, աշխարհ բառը այստեղ հեթանոսներ անկատ ունի։ Հեթանոսներն ասու հետ հաշտվեցին, եթե նրանց մերժումը հեթանոսներին հաշտություն եղավ Աստծո հետ, ապա ինչ է նրանց ընդունելությունը, եթե ոչ մեռելների կենթանություն, այսինքն նրանք Իսրայելը որ մահացած է, մերժված է, կկենթանանա եւ նաեւ այդ ժամանակ կա հարություն, հարություն են առնելու մեծ նեղության մեջ մորթվածները Քրիստոսի անվան համար, նրանք նույնպես փառավորել մարմիններով թագավորել են եկեղեցու հետ եւ Քրիստոսի հետ։ Սա կարեւոր է մենք հասկանանք, սերներս։ Եթե ոչ, մենք ամբողջ վաղճանաբարությունը կխառնենք եւ չենք տեսնի Աստծո նպատակները։ Եկեք անդրադառնանք մեր հատվածին նորից։ Ուրեմն մեր հատվածից մենք հասկացանք, որ դա, այսինքն արմատը դա նախահայրերն են, նախահայրեր ասելով ուղղակի հասկացեք, դա Աստծո խոստումներն են։ Նախահայրը Աբրահամը
Ոչ թե խոսքը Աբրահամի անձի մասին է միայն, այլ այդ անձը ում հետ Աստված ուխտ արեց, ուխտի կարևոր շեշտը Աստծո խոստումներն, Աստված խոստումներ տվեց այդ անձին։ Այսինքն արմատ հասկացողությունը այդ խոստումներն են այդ անձին տված։ Եվ Իսրայելը այդ խոստումներից կտրվեց, այդ խոստումներին կմիանա, օրինակ հեթանոսները երբ որ պատվաստվեցին, հաղորդ եղան այդ խոստումներին, այսինքն Աբրահամին տված խոստումներին, Իսրայելը կտրվեց որպես բնական ճյուղ այդ խոստումներից, արմատից, նա նույնպես կմիանա։ Այսինքն մենք սա ենք հասկանում, որ դա Աստծո փրկության միջոցն է, Հիսուս Քրիստոսը, եւ այդ խոստումները Աբրահամի տված իր սերունդին, այդ սերունդն է եզակի Հիսուս Քրիստոսով փրկության։ Քո սերունդով կորտվեն բոլոր ազգերը։ Սա Քրիստոսի մասին է խոսքը։ Ինչ կանադառնանք, տեսեք, մեր առաջի պատճառը Իսրայելի վերականգնման հավատքի շնորհիվ։ Հիմա որպեսզի մենք հասկանանք ինչ միտք կա զարգացնում 23 եւ 24 համարներում առաքյալը, ինքը հատուկ ասում 23 համարում, եւ նրանք էլ եթե անհավատությունով չկենան, եւ նրանք էլ եթե անհավատությունումը չկենան, այսինքն կպատվաստվեն, որովհետև Աստված զորավոր է դարձյալ պատվաստել նրանց եւ անմիջապես, որովհետև եթե դու ի բնեվայրի ձիթենուցը կտրվեցար, որովհետև եթե դու կտրվեցար եւ Աստծո զորությունով պատվաստվեցար, որքան ավելի նրանք այդ զորությունով կպատվաստվեն։ Առավել մոտիկ հյութին, առավել նույն բնական նրա սերունդից, այդ նույնիսկ ֆիզիոլոգիական այդ խոստումները տրված նրանց։ Սա շատ կարևոր է, որտեղ հիշում եք Հիսուս Քրիստոսը, որ խոսում էր ուխտի մասին, ասում էին այս քանանացու կնոջը, ասում էր ես չեմ եկել որևէ մեկին, այլ Իսրայելի կորած ոչխարներին, կամ առավել լավ չի երեխաներից հացը վերցնել եւ շներին գցել։ Շները հեթանոսներն են, երեխաներ իսրայելացիներ։ Հիսուս Քրիստոս հենց այնպես սա չի ասում։ Մենք պետք է հասկանանք, որ մենք հաղորդ ենք եղել Իսրայելին խոստացված ուխտի մեջ։ Մենք մտել ենք այն ուխտի մեջ, որ Իսրայելի համար է խոստացված եղել։ Ահա ժամանակը գալի Երեմիա 31, որ ես նոր ուխտ կանեմ Իսրայելի եւ Հուդայի տան հետ։ Սա շատ կարևոր է հասկանալ։ Հիմա ամեն դեպքում մենք պետք է մի կարևոր սկզբունք տեսնենք, որ իսրայելացիների վերականգնումը նույն հավատքի շնորհիվ է։ Հիմա Իսրայելի կյանքում կա մի կարևոր սկզբունք, որի մասին մենք շատ քիչ ենք խոսում եւ ընդհանրապես փրկության մասին խոսացողները այս մասին նույնիսկ չգիտեն շատերը։ Աստծո ընտրյալ ժողովրդի կյանքում շատ հաճախ կտեսնեք, որ Իսրայելը մերժում էր Աստծուն։ Եվ գալիս ամի շրջան, մենք շատ քիչ ենք խոսում այս մասին ուշադիր եղեք։ Իսրայելը մերժում է, բայց այդ մերժել մենք տեսնում ենք, որ կա Աստծո համբերությունը, 1 համբերեց, 2 համբերեց, եւ Աստծո համբերությունը շատ մեծ է, բայց տեսնում ենք գալիս է մի պարագա, գալիս է մի շրջան Իսրայելի մերժողականության մեջ, երբ որ Աստված ինքը իր անձով երթում է անում եւ ասում է. երթում եմ անում իմ անձով, որ այլ երկիրը չեն մտնի, այս սերունդը չի մտնի։ Այսինքն կարծես թե Աստված կտրում է իր համբերությունը եւ խոսք է տալի, որ դուք չեք մտնելու այլևս։ Վերջ։ Այն որ ես ձեզ համբերեցի, ես ձեզ նորոգեցի ապաշխարության, որ ընդունեիք ինձ եւ դուք մերժելով, հիմա ես խոստանում եմ, որ ձեզ համար էլ ապաշխարության առիթ չի լինելու։ Վերջ։ Սա շատ կարևոր սկզբունք է, որ մենք հասկանանք։ Իսրայելի կյանքում կա այսպիսի ընկալում եւ հիմա առաքյալը օգտագործում է այս խնդիրը։ Օգտագործում է սա։ Եկեք անդրադառնանք սրան։ Տեսեք, Իսրայելի կյանքում կա մի այսպիսի պարագա, երբ որ Իսրայելը շարունակաբար մերժում է Աստծուն եւ գալիս է մի սերունդ, ես ինչի սա շեշտեցի, որ մի սերունդ, որը ամբողջությամբ արտահայտում է այս սկզբունքը։ Սա այն սերունդն է, որ խաչեց Քրիստոսին։ Մերժելով, եկավ այդ սերունդը, որը խաչեց Քրիստոսին, որը ամբողջական մերժեց Աստծո փրկության միջոցը։ Հիմա տեսեք, սпасելով եւ մերժեցին այն Մեսիային, որին իրենք սպասում են։ Հիշում եք, օրինակ Հովհաննես Ավետարանում առաքյալը առաջի գլխի 11 համարում եւ իրենների մոտ եկավ եւ իրենները նրան չճանաչեցին։ Ինքը հատուկ չի, հենց այնպես չի ասում, հեթանոսներին է ուղված Ավետարանը։ Ամբողջ աշխարհին, ասում իրենների մոտ եկավ, իրենների,
ով իրեն պիտի սպասեր, ով առաջինը պիտի իրեն ընդուներ, իրենները իրեն չճանաչեցին, բայց նրանք, որ նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ կոչվելու, որոնք ոչ մարմնի, ոչ Աբրահամի սերունդ էին, ոչ մարդու կարողությունից, այլ Աստծուց ծնվեցին։ Այդ մեռածներին Աստված կենդանացրեց, Աստված նրանց ծնունդ տվեց։ Շատ կարևոր է մենք հասկանանք, մեր այս հատվածում մենք տեսնելու ենք, որ ոչ թե հավատացին ծնվեցին, այլ ծնվեցին, դրա համար էլ հավատացին։ Սա այսինքն Աստված կենդանացրեց եւ նրանք հավատացին եւ ապաշխարեցին։ Բայց երբ որ մենք ասում ենք նրանք հավատացին եւ կենդանացան, սա հակառակ process-ն է։ Մահացածը ոնց կհավատա։ Նրան պետքա կենդանացնես, որ հավատա։ Այսինքն տեսեք, սա շատ կարևոր է։ Հիմա միգուցե բառերից հետևից ընկնեք, բայց ավելի խորը դուք սա կտեսնեք ձեր անձով, եթե ուշադիր համբերությունով լսեք։ Տեսեք, շատ կարևոր է սա։ Դրա համար ասում, եթե ասում մենք մեղքերի մեջ մահացած ենք, նա մեզ կենդանի արավ, շնորհքով ենք փրկված։ Մենք մեղքերի մեջ մեռած էինք, նա մեզ կենդանի արավ։ Չի ասում մեռած էինք, բայց հավատք կար որոշ մարդկանց մեջ։ Մեռած էին, բայց հավատացին։ Մեռածը չի կարա հավատացել, ես։ Մեռածը չի կարա, որովհետեւ մեռած նշանակում է անկենդան։ Հիմա հոգեորապես իհարկե ակտիվ է շատ մեղքի մեջ, բայց Աստծո համար ինքը անկենդան է։ Աստծո ավետարանը, Աստծո խոսքը իր համար հիմարություն է։ Ինքը դրա նշանակություն չի տալի։ Նա մահացած է։ Հիմա Աստված է կենդանացնում։ Բայց եկեք հասկանանք սա հիմա։ Եբրայեցիս թուղթը լավ նկարագրում է այդ process, երբ որ շարունակաբար Իսրայելը մերժում, տեսնելով հրաշքները, հաղորդ լինելով մանանային, երկնքից իջած հացին, Աստծո քաղցրությանը, Աստծո ողորմությանը, համբերությանը, հաղորդ լինելով, լսելով Աստծո ճշմարտությունը, լսելով Աստծո առաջի նպատակը, թե ուր պիտի գնան, ինչ պիտի ժառանգեն, այս ամենի մեջ լինելով, երբ որ շարունակաբար այն մերժում է իր անհավատությունով, ի վերջո Աստված խոստանում է, որ նրանք երկիր չեն մտնի։ Եվ սա ուզում եմ, որ դուք Եբրայեցիս թղթում տեսնեք, Եբրայեցիս թղթի հեղինակը կարևոր բան ասում, օրինակ 6-րդ գլխի 7 համար ասում է, վասնզի այն երկիրը, այն հողը, որ իր վրա շատ անգամ եկած անձրևը խմե եւ շահավոր արդյունք բուսցնե, նրանց համար, որոնց ձեռով էլ մշակվում է, նա Աստվածանից օրհնություն կընդունի։ Բայց այն, որ գալիս է ջուրը խմում է եւ փուշ եւ տատասկ է բերում, անպիտան է եւ անեծքի մոտ եւ նրա վերջը այրվել է։ Այսինքն իր համար ամեն ինչ արվեց, որպեսզի պտուղ բերի։ Պտուղը այստեղ ապաշխարությունն է, սիրելիներս։ Հանգիստը մտնելն, ապաշխարությունը, ընդունել Աստծուն։ Բայց դա խլվում է, տեսնում է, բայց մերժելով, դա համար ասում է, անհնար է, որ նրանք դարձյալ ապաշխարության համար նորոգվեն։ Այնպես չի, որ նրանք ապաշխարել էին, ընկան, հիմա պիտի նորից ապաշխար։ Ոչ, նրանց համար Աստված բերում, որ ապաշխարեն, մերժում են, նորից բերում, այսինքն անհնար է, որ նորից նորոգի նրանց Աստված ապաշխարության համար։ Անհնար է, որտեղ նրանք միշտ մերժում են, սրա մասին է խոսքը։ Հիմա Եվ դրա համար ինքը տեսեք վերևի հատվածում սա է ասում, մի քիչ որպեսզի հասկանալի, որտեղ շատերը սխալ են կարդում։ Ուստի Քրիստոսի մասի սկզբնական խոսքը թողնելով դեպի կատարյալը գանք առանց կրկին հիմ դնելու մեռած գործերից ապաշխարության եւ Աստծո հաստատվելու համար։ Եվ մկրտության ուսմունքի կամ այստեղ ավելի լվացումների հрьяաների հետ է կապված։ Լվացումների ուսմունքի ձեռք դնելու եւ մեռելների հարության եւ հավիտենական դատաստանի համար։ Եւ սա անեք, եթե Աստված հրամայ, որովհետեւ անկարելի է նրանց, այսինքն նրանք, որոնք շատ անգամ լսել են այդ ամեն ինչը գիտեն, բայց ի վերջո մերժում են, չեն փրկվում, չփրկված, չեն ապաշխարում։ Անկարելի է նրանց, որտեղ անկարելի է նրանց, որ մեկ անգամ լուսավորված, այսինքն ճշմարտության մասին լսած, այն երկնավոր պարգևի համն առած, Իսրայելի մասին է խոսքը, երկնավոր պարգևի համն առած, մանանայի խորհուրդը, հացը կերած, երկնքից տրված հացը կերած, եւ Սուրբ Հոգուն մասնակից եղած, ամպիսյունով գնում էր Սուրբ Հոգին իրաց առաջից։ Մասնակից են իր հետևից գնացած, բայց Աստծո բարի խոսքի եւ հանդերձյալ աշխարհի զորությունները ճաշակած են, եթե կործանվում են, այսինքն եթե մերժում են, կործանվում են, որ նրանք դարձյալ նորոգվեն ապաշխարության համար եւ ինքը սա է շեշտում հետևից, որովհետեւ տեսեք, որովհետեւ Աստծո որդուն իրանց համար կրկին խաչեցին եւ խայտարակ արեցին, այսինքն Աստծո որդին եկավ,
չընդունեցին, հիմա նորից Աստծո որդի են ուզում որ գա, նորից խաչել, այսինքն նույն սկզբունքի մեջ են լինելու իրանք։ Նորից խաչեցին Աստծո որդուն, այսինքն ինչ ով խաչեց Աստծո որդուն, եկեք այստեղ հիշենք։ Ով խաչեց։ Հավատացյալները, որոնք արդեն հավատացել էին, նորից խաչեցին, թե նրանք որ չընդունեցին։ Նրանք որ չընդունեցին եւ խաչեցին։ Հիմա ասում է այս ծերունդը, որը հիմա եկեղեցու մեջ է, նորից մերժում է, դա ասում է երկրկնակի անգամ խաչում է, ինչպես այլ անհավատները, նույնպես իրանք են մնում անհավատ եւ խաչում են Քրիստոսին։ Ճիշտ հասկացեք ինչ ասում։ Ինքը չի ասում փրկվել են, հիմա նորից խաչում են Քրիստոսին։ Սիրելիներս, ով խաչեց, հիշեք, փրկվածները խաչեցին Քրիստոսին։ Ոչ, անհավատները, հիմա նույնն ասում, սրանք եկեղեցու մեջ են, բայց Քրիստոսին չեն ընդունում։ Դա նույնն է, որ խաչում են Քրիստոսին կրկնակի անգամ, որտեղ Աստված նրանց նորոգում ապաշխարության համար, նշանները, հրաշքները եկեղեցում տեսնում են, բայց այդպես էլ չեն ընդունում Քրիստոսին։ Եվ Իսրայելի եբրայեցիների խնդիրը սա էր, մնում են հուդայիզմի մեջ, այդ ծեսերի մեջ, այդ բանի կենդանիների արյունով փրկվելու մեջ։ Չէին կարողանում ընդունել Քրիստոսի առավելությունը հուդայիզմի վրա։ Դամար Արաքյալը Հիսուս Քրիստոսի Եբրայեցիս թղթի հեղինակի նպատակը ներկայացնի Հիսուս Քրիստոսի առավելությունը Իսրայելի հուդայիզմի վրա, փրկության միջոցների վրա, քահանաների վրա, որպես քահանայապետ Հիսուսն է, զոհի վրա առավել զոհ, որ մեկ իր մարմնով զոհը բերեց, հայտնություն այս վերջի շրջանում իր որդիով խոսեց։ Այսինքն ներկայացնում է Քրիստոսի առավելությունը, որտեղ խնդիր ուներ ու կնդիրը չէր կարողանում ընդունել Քրիստոսին, մնում էր հուդայիզմի մեջ։ Հիմա Արաքյալը այս հատվածում ասում է անհնար է, որ այն երկիրը, որի վրա այդքան եկել է ամեն ինչը եւ փոխանակ պտուղ բերի, պտուղ չի բերում, անհնար է, կկտրվի եւ կգցվի, որտեղ նա արդեն վերջ։ Այսինքն դամար ասում է հետագա համարում ասում է Աստված երթում արեց, որ դուք ել չեք մտնի երկիր։ Եվ այդտեղ խոսնացյալ երկիրը հանգիստն է, որտեղ Արաքյալը խոսում է Քրիստոսի մեջ մտնելու մասին։ Որտեղ եթե մի հանգիստ մնացած լիներ, եթե հանգիստը խոստացյալ երկիրը լիներ, ել չէր ասի մեկ ուրիշ հանգիստ է մնում։ Բայց հիմա ասում է մեկ ուրիշ հանգիստ է մնում, ո՞րն է այդ մեկ ուրիշ հանգիստը։ Քրիստոսի մեջ մտնելը։ Սա է հավատացյալի հանգիստը, որ դադարում է իր գործերից, օրենքի գործեր կատարելուց, որ փրկվի։ Քրիստոսի մեջ մտնելու մասին է խոսքը, սիրելիներ։ Սա շատ կարևոր է։ Հիմա եկեք անդրադառնանք սրան։ Երրորդ գլխի 6 համարից, բայց Քրիստոսն ինչպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք, եթե հույսի համարձակությունը եւ պարծանքը մինչեւ վերջ հաստատ բռնենք, ի նկատի ունի, եթե մենք մինչեւ վերջ հաստատ բռնում ենք, իրականում ինքը մեր տունն է։ Ինքը չի ասում, եթե հաստատ բռնենք, ինքը ձեր տունը կդառնա, բայց Քրիստոսը ինչպես որդի իր տան վրա, որի տունը մենք ենք, եթե հույսի համարձակությունը եւ պարծանքը մինչեւ վերջ հաստատ բռնենք։ Չի ասում տունը կդառնանք, ասում տունը արդեն մենք ենք, ո՞րտուց կիմանանք, որ մենք դրա տուն ենք։ Եթե այդ հույսի մինչև վերջ բռնենք, փրկվածը մինչև վերջ կգնա, կընկնի, բայց Աստված կբարձրացնի։ Իսկ եթե մինչև վերջ չգնանք, հեռանանք, գնանք վերջ, դա մենք իր տունը չենք եղել։ Չի ասում, եթե մինչև վերջ բռնենք, կդառնանք իր տունը։ Սա կարևոր է, դուք այդ եբրայական ոճով այնք խոսում։ Մի խստացնեք ձեր սրտերը, ինչպես բարկանալու ժամանակում փորձությանով անապատի մեջ։ Մի խստացնեք ձեր սրտերը։ Նրա համար, ինչպես Սուրբ Հոգին ասում է, այսօր եթե նրա ձայնը լսեք, նրա ձայնը ով պիտի լսի։ Փրկվածը թե փրկվողը։ Ով պիտի փրկվի։ Այսօր եթե նրա ձայնը լսեք, մի խստացնեք ձեր սրտերը, ինչպես բարկանալու ժամանակում փորձությանով անապատի մեջ։ Լսում էին, բայց խստացին այդ սրտերը, չփրկվեցին, չմտան երկիր։ Որ ձեր հայրերով փորձեցին ինձ, քննեցին ինձ եւ տեսան իմ գործերը 40 տարի, նրա համար զզվեցի այն ազգից եւ ասեցի. միշտ մոլորվում են սրտով եւ նրանք չճանաչեցին իմ ճանապարհները։ Այսինքն փրկված էին, հետո չփրկվեցին։ Չէ, այդպես էլ չփրկվեցին։ Դուրս եկան, չփրկվեցին։ Այդպես որ երթում արի իմ բարկությունում, թե պիտի չմտնեն իմ հանգստի մեջ։ Նայեցեք, եղբայր, միգուցե ձեզանից մեկումը անհավատության չարսիրտ լինի, որ ապստամբի կենդանի Աստվածանից։ Այսինքն չհավատա Քրիստոսին։ Ոչ թե հավատացել է, հետո դառել է անհավատ։ Ինքը չի էլ հավատացել, չի ընդունել Քրիստոսին, չի մտել Քրիստոսի մեջ։ Այն իրար հորդորեցեք ամեն մեկ օր, քանի որ այսօր ասում է, որ ձեզանից մեկը չխստանա մեղքի խաբեությունով, ուշադիր նայեք, որտեղ մասնակից եղանք Քրիստոսին, եթե այն հաստատության սկիզբը մինչև վերջ պիտի բռնենք, որտեղ մասնակից, չի ասում մասնակից կլինեք, ուշադիր նայեք,
որովհետև մասնակից եղանք Քրիստոսին, որ դուք գիտենք, եթե այն հաստատության սկիզբը մինչև վերջ պինդ բռնենք, եթե մեկը մինչև վերջ պինդ բռնում է, այն մասնակիցա եղե Քրիստոսին, եթե մասնակից չի եղե, մինչև վերջ չի բռնելու։ Հիշում եք առաքյալը ինչ ասում Հովհաննես առաքյալը, մեզանից էին, բայց մեզանից գնացին, եւ դրանով հասկացանք, որ մեզանից չէին, մեր մեջ էին, մեզ հետ էին, բայց դուրս գնացին, հեռացան, հասկացանք, որ մեզանից չէին, մեզանից էին դառան մեզանից ոչ, չէ, մեզանից չէին, բայց մեզ հետ էին։ Նույնն է ասում առաքյալը, այսինքն այստեղ խոսքը վերաբերվում է, ինչի է սա բերեցի այս օրինակները, որովհետեւ որոշակի առումով մենք հասկանանք, այստեղ խոսքը չի վերաբերվում հավատալ եւ հավատքը կորցնել, խոսքը բերում է այդպես էլ չհավատալ, նորոգում, Աստված շատ նշաններով բերում է, որպեսզի ապաշխարեն եւ այդպես էլ մերժում են։ Հիշում եք, երբ որ մենք կանադառնանք Տիմոթեոսին ուղղազնամակին, առաքյալն ասում է, աղոթեք այդ անհավատների համար, որոնց սատանան կուրացրել է, որ Աստված մի գուցե նրանց ապաշխարություն տա։ Ո՞վ ապաշխարություն տվողը։ Աստված նրանց ապաշխարություն տա։ Որ մի գուցե Աստված նրանց ապաշխարություն տա։ Սա շատ կարևոր է հասկանալ, բայց նորից եմ ասում, որպեսզի առաջ չընկնենք, եկեք ավելի խորը տեսնենք այս ամեն ինչ։ Ես գիտեմ, որ ձեր նրանք, որոնք հակված են ասել, որ մարդը իր կարողությունով է փրկվում, մարդկային բաժինն է, ես գիտեմ, որ հիմա ձեր մտքի մեջ իմ խոսքերը հակառակ են հնչում։ Բայց մի վռազեք։ Եկեք տեսեք իրականում դա Աստված ասում, թե Արմեն եղբայրն է այսպես ասում։ Հիմա եկեք անդրադառնանք, այսինքն ես ուզեցի տալ, որ Իսրայելի կյանքում կա այսպիսի մի ընկալում, երբ որ մենք ասեցինք, չէ, կար մի սերունդ, որ Աբրահամի արմատի վրա այդ սերունդը ֆիզիոլոգիական էթնիկ ժողովուրդը մերժեց եւ եկավ մի սերունդ, որ ոչ թե մերժեց, այլ Քրիստոսին խաչեց արդեն։ Դրա համար նրանք կտրվեցին։ Հիմա առաքյալն ասում է, Աստված ինչպես ձեզ, որ դուք կապ չունեիք, բերեց եւ հավատք պարգևելով, շնորհքով ձեզ տնկեց, նույնպես էլ Աստված զորավոր է, որ նրանց բերի նորից տնկի։ Հիմա այստեղ ես ուզում եմ, որ դուք տեսնեք խնդիրը որն է, որ նրանք մերժեցին, որտեղ Աստված երթում արեց, որ չեն մտնի, այդ սերունդը չի մտնի։ Բայց կա մի սերունդ, որի համար Աստված խոստանում է ապագա։ Դրա համար ասում է, եւ Սիոնից կգա փրկիչը եւ դեր կգցի Հակոբից ամբարշտությունը, մեր հատվածում Հռոմեացիս 11-րդ գլխում։ Եվ խոսում այդ սերունդի մասին, որին Աստված զորավոր է նորից պատվաստելու։ Եվ այդտեղ է, որ հավատ պիտի պարգևի։ Հիմա մեր առաջի կարևոր սկզբունքը Աստված կկենդանացնի Իսրայելը հավատքի շնորհիվ։ Առաջի կարևոր պատճառը, ինչպես կկենդանանա Իսրայելը հավատքի շնորհիվ։ Եկեք ամեն խորը նայենք հիմա սա ավելի։ Մեր կարդացած կարևոր հատվածից, տեսեք 23-24 համարերում մենք տեսնում ենք, որ Իսրայելը հավատքի շնորհիվ կպատվաստվի նորից։ Կարդում ենք, եւ նրանք էլ, եթե անհավատությունումը չկենան։ Առաքյալը կոչում է Իսրայելին, եթե բնութագրեք դուք, եւ նրանք էլ, եթե անհավատություն, այսինքն Իսրայելին առաքյալը կոչում է անհավատ։ Սիրելիներս, սա մի քիչ մեր հասկացողության մեջ գնացեք Իսրայելին, ասեք դուք անհավատ եք, ինքը ձերվակը ծիծաղա։ Այն ծեսերը, այն արողակարգը, առավոտից իրիկուն, որի մեջ նրանք են, եթե դուք նրանց ասեք անհավատ, դուք ինքներդ ձեր վրա կզարմանաք, ոնց եք դուք նրանց ասում անհավատ։ Նրանք առավել նախանձավոր են հավատում Աստծուն, քան թե որոշ քրիստոնյաներ։ Ավելի նախանձավոր, նրանք Աստծո նկատմամբ առաքյալն ասում, ես վկայում եմ, որ Աստծո նկատմամբ նախանձ ունեն, հավատքի գործոն ասա։ Բայց ինչի է առաքյալն ասում անհավատություն, ինչի է առաքյալը Իսրայելին, ով Աստծուն հավատում է, ով ընդհանրապես Աստծո օրենքի արժեքային համակարգի մեջ մեծացած է, ով փորձում է Աստծո արժեքային համակարգի մեջ վարվի ծեսերով, արաղակարգով, ինչի է առաքյալը նրանց կոչում անհավատ 23 համար, եւ նրանք էլ եթե անհավատությունը, որովհետեւ առաքյալի հասկացողության մեջ հավատացյալ չի նշանակում Աստծուն հավատացող, որոշակի ծեսեր կանոնավոր անձ, այլ Քրիստոսին ընդունած անձ, Քրիստոսի մեջ եղած անձ, դա դրան է ասում հավատացյալ։ Նրանք մերժեցին Քրիստոսին, չմտան Քրիստոսի մեջ, դրա համար ասում են նրանք անհավատ են։ Եթե դուք բնութագրեք Իսրայելին անհավատ, կծիծաղա ինքը ձեր վրա։ Ինքը ավելի խորը իրան, Իսրայելը իրան ավելի խորը հավատացյալ անկանում, քան թե մյուսները։ Հիմա հարց եմ ձեզ տալի, իսլամի հետևորդներ, որ առավոտից իրիկուն իրանց այդ շահադն են կարդում, անդադար աղոթքի մեջ են ժամ առ ժամ, նրանք անհավատ են ըստ Պողոս առաքյալի, այո, ինչի, որտեվ Քրիստոսին չունեն։ Բայց ընդհանուր
տեսանկյունից հավատացյալ են, Աստծուն հավատում են։ Այսինքն Պողոս առաքյալի հասկացողության մեջ Աստծուն հավատացողը չի հավատացյալը, այլ Քրիստոսին ունեցողն է հավատացյալը։ Այս սա կարևոր է հասկանալ։ Նրա տերմինաբանության մեջ է սա։ Ուրեմն հավատքը դա այն բանը չի, որ ինչ որ մեկը հավատում է ինչ որ բան է։ Այդ դեպքում բոլոր սոցիալիզմի կոմունիստները հավատացյալներ են։ Ինչի հավատում են պայծառ ապագային կոմունիզմին։ Ինչ ասենք նրանք հավատացյալ են, հավատում են իրենց ապագային։ Ոչ, այսինքն ամեն ինչի կամ իսլամը, որ հավատում է Ալլահին, կամ բուդդիստները, որ հավատում են Բուդդային, ասենք հավատացյալ են։ Այո, աշխարհը ասում է հավատացյալներ են։ Պողոս առաքյալը չի ասում։ Այսինքն Աստվածաշունչը իրանց հավատացյալ չի կոչում, որտեղ հավատացյալ Աստվածաշունչը կոչում է Քրիստոսին հավատացողին, որտեղ նրանք կարան լինեն կրոնավորած։ Այսօր շատերը հավատում են Աստծուն, Աստծո զորությանը, մերրեմ Աստծո զորությանը, նրանք հավատացյալներ չեն սերներս։ Աշխարհը նրանց կոչում է հավատացյալ, հավատքի մարդիկ։ Աստվածաշունչը չի ասում, որ նրանք հավատքի մարդիկ են։ Աստվածաշունչը նրանք անհավատներ են, անհավատներ։ Հիշում եք Հիսուս Քրիստոսի խոսքերը. ամենից Տեր ասողը չի, որ հավատացյալը կմտնի երկնքի արքայություն, այլ իմ հորը կամքը կատարողը։ Ո՞րն է հոր կամքը? Քրիստոսին ընդունել։ Իմ հոր կամքը կատարողը, ոչ թե շաբաթը պահողը։ Հորս կամքը կատարողը Քրիստոսի մեջ մտնողը, Քրիստոսին կյանքի Տեր եւ Փրկիչ ընդունողը։ Ուրեմն կարևոր է մենք սա հասկանանք, որ ըստ Պողոս առաքյալի, այսինքն հավատացյալ կոչվում է Հիսուս Քրիստոսին հավատացողը։ Որովհետև եթե հավատքի մասին խոսքը խոսենք, դևերը ավելի լավ են հավատում եւ համոզված հավատում են Աստծուն։ Բայց հավատացյալ չեն կոչված դևերը։ Ինչի՞։ Այսինքն կա մարդկային հավատք, որ նույն դևերի չափի մեջ է, հավատում է, որ Աստված կա։ Դևերն էլ են հավատում եւ դողում են Աստծուց, ասում է, բայց չեն փրկվում։ Այսինքն իրանց հավատքը չի վերում փրկության։ Փրկար հավատքը դա նշանակում է Քրիստոսին դավանել Տեր, հավատալ Քրիստոսին Տեր, ընդունել Քրիստոսին Տեր, բերանով դավանել եւ սրտով հավատալ, որ Քրիստոսը կենդանի է, Աստված նրան հարություն տվեց, հարությունով ապացուցեց, որ ընդունեց նրա կատարած զոհը, եւ հարություն տվեց եւ հիմա իր աջ կողմը նստած է որպես Փրկիչ եւ բարեխոս, որպես Թագավոր, կյանքի Տեր, սրան հավատացողն է կոչված հավատացյալ։ Իսրայելը մերժեց Քրիստոսին Տեր եւ չհավատաց նրա հարությանը, դրա համար կոչված է անհավատ։ Այսինքն առաքյալը որ խոսում է հավատքի, եթե հավատաս Քրիստոսին Տեր, ընդունես սրտիդ մեջ Քրիստոսին Տեր եւ սրտումդ հավատաս, բերանով դավանես Տեր եւ սրտումդ հավատաս, որ այն մեռելներից հարությունը առե, կփրկվես։ Սա չկա Իսրայելի կյանքում։ Դրա համար առաքյալը Իսրայելին կոչում է անհավատության մեջ են։ Հեթանոսները, որոնք եկան եկեղեցի եւ ընդունեցին Քրիստոսին որպես Տեր եւ հավատացին, որ հարություն է առել, նրանք փրկվեցին։ Նրանց է կոչում առաքյալը հավատացյալ։ Եվ սա կարևոր է։ Մեր հռոմեացիս թուղթը այդ մասին մի քանի անգամ է խոսում, 3-րդ գլխի 22, այսինքն Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է։ Այսինքն Աստծո արդարությունը, ոչ թե մեր ձեռք բերած արդարությունը, այլ Աստծո արդարությունը, որ Հիսուս Քրիստոսի հավատքիցն է, այն ամենի համար եւ ամենի վրա, որ հավատում են, որովհետեւ խտրություն չկա, կլինի հրեա, կլինի հեթանոս, հավատում են Հիսուս Քրիստոսին, արդարանում են Աստծով, Աստված նրանց արդարացնում է։ Մեկ այլ հատված կարանք մենք տեսնենք, Հռոմեացիս 3:26 համարը, որ իր արդարությունը երևացնե այս ժամանակումը, որ ինքը լինի արդար եւ արդարացնող նրան, որ Հիսուսի հավատքիցն է։ Անարդարը կմտնի երկինք։ Ոչ։ Իսկ ինչպես մարդը կարա ձեռք բերի արդարություն երկինք մտնելու, օրենքի գործերը կատարելով, այդ արդարությունը, որ դու օրենքի գործերով կատարում ես, ուզում ես ձեռք բերես, որ երկինք մտնես, Աստված այդ արդարությունը կոչում է կնոջ կեղտոտ լաթ։ Այդ արդարությունը քեզ երկինք չի մտցնի։ Այն արդարությունը, որով դու պիտի մտնես երկինք, դա Քրիստոսի ձեռք բերած արդարությունն է օրենքի առաջ, որ հավատալով Քրիստոսին Աստված այն համարում է քո վրա, քեզ հագցնում է այդ արդարությունով։ Հայտնության գրքում կարդում ենք սուրբերի արդարությունը, այն արդարությունն է, որ հագած են սպիտակ բեզը։ Սուրբերի արդարությունն է Քրիստոսով, որ Աստված հագցրել է։ Աստված նայում է քեզ չի տեսնում քո արդարությունով, քեզ տեսնում է Քրիստոսի արդարությունը քո վրա։ Դրա համար ես դու մտնում երկինք։ Երկինք չես մտնում քո ձեռք բերած արդարությունով։
Այսինքն դրա համար ինքն ասում է եւ այն արդարությունով, որ Աստված կարդարացնի ամենին, որ հավատում են Հիսուս Քրիստոսին 26 համարը, որ իր արդարությունը երևացնե, իր արդարությունը, ոչ թե գոձեր բերած, որ իր արդարությունը երևացնե, այն ժամանակում որ ինքը լինի արդար եւ արդարացնող նրան, որ Հիսուսի հավատքիցն է։ Սա կարևոր է, Հռոմեացիս 10:9-ում տեսեք։ Այսինքն այս հավատքի փրկության գործոնը առաքյալը պարբերաբար զարգացել է, պարբերաբար ամեն հատվածի մեջ, երբ որ զարգացնում է չտորքի մասին, նա խոսում է հավատքի մասին, թե ինչպես է մարդարանում։ Երբ որ խոսում է անդրության մասին, խոսում է հավատքի մասին, ինչպես արդյոք։ Այսինքն ամեն ժամանակ, օրինակ հիմա արդեն 10-րդ գլխում, որտեղ 9-րդ գլխում խոսում է նախասահմանության մասին, արդեն 10-րդ գլխում ինքը ինչ է ասում, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես, քո կյանքի Տեր, եւ սրտումդ քո ամբողջ հասկացողության մեջ հավատաս, թե Աստված հարություն տվավ նրան մեռելներից, կապրես։ Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար, հավատում ենք ինչի համար, արդարանալու համար։ Այդ քո հավատալը քո արդարությունը չի առաջ քաշում։ Քո հավատալը Քրիստոսի արդարությունն է քո վրա դրվում։ Արդարանում ես հավատքով, հավատացիր Քրիստոսին, Աստված Քրիստոսի արդարությունը քեզ համարեց։ 4-րդ գլխի վերջի համարը կարդացեք, կամ 5-րդ գլխում նայեք։ Քանզի սրտով հավատում ենք արդարանալու համար եւ վերով դավանում ենք փրկվելու համար։ Քանզի գիրքն ասում է ամեն ով որ հավատա, նա չի ամանչի։ Գիրքը չի ասում ամեն ով որ ինչ որ մի բանի հավատա, ամեն ով որ հավատա ում Հիսուսին որպես Տեր եւ մեռելների հարության Հիսուսի պարագայում։ Նա կփրկվի։ Նա չի ամանչի, երկինք մտնելուց չի ամանչի։ Ուրեմն հարց, որպեսզի մենք հասկանանք ինչի համար է առաքյալը կոչում հրեաներին, որոնք խորը հավատացյալներ են եւ իրենք են իրենց նաեւ համարում այդպիսին, կծաղրեն, եթե դուք ասեք դուք անհավատ եք։ Ինչի է առաքյալը նրանց կոչում անհավատ, որովհետեւ հրեաները չընդունեցին Հիսուս Քրիստոսին որպես Տեր, որպես Թագավոր եւ չհավատացին նրա հարության։ Սա է ամբողջ խնդիրը։ Գործ առաքելոց 4:12-ը նայեք, Աստված շեշտում է եւ առաքյալը շեշտում է, եւ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա։ Գործ առաքելոց 4:12-ն եմ կարդում։ Եվ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որտեվ ուրիշ անուն էլ չկա երկնքի ներքևը մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել։ Չկա։ Ոչ Մուհամեդ, ոչ Բուդդա, ոչ ինչ որ եկեղեցական առաջնորդ, ոչ ինչ որ եկեղեցի, որը կարա ձեզ փրկի, չկա։ Մի հատ անուն կա երկրի վրա ամբողջ աշխարհում, որով մարդը կարա փրկվի մտնի երկնքի արքայություն, դա Հիսուս Քրիստոսն է։ Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա։ Հիսուսն ասաց, որևէ մեկը չի գա հոր մոտ, եթե ոչ ինձանով, չկա։ Եվ էլ մի ուրիշ ոչ մեկով փրկություն չկա, որտեղ ուրիշ անուն էլ չկա երկնքի տակ, դա Աստված է նախասահմանը, մարդկանց տրված, որով կարելի լինի մեզ փրկվել։ Գործ առաքելոց 4:12, այսինքն Պետրոսն է խոսում, չկա ուրիշ անուն։ Մարդուն փրկության ուրիշ միջոց չկա։ Աստծո կողմից միակ նախասահմանված միջոցը Հիսուս Քրիստոսի անունն է։ Սա կարևոր է եւ նրան հավատալը։ Մեր հատվածում առաքյալն ասում է նրանք անհավատությունով կտրվեցին, այսինքն նրանք չհավատացին Քրիստոսին որպես Տեր եւ չհավատացին Քրիստոսի հարության։ Կտրվեցին, մերժվեցին։ Եվ ինչպես կպատվաստեն, երբ որ կհավատան Քրիստոսին որպես Տեր եւ կհավատան, որ Աստված նրան մեռելներից հարություն տվե։ Այն Քրիստոսին, որ իրենք սպանեցին։ Աստված իրականում նրան հարություն տվեց։ Այդ ժամանակ նրանք կտնկվեն այդ արմատի վրա։ Հիմա եկեք անդրադառնանք հավատքի գործոնին, որտեղ այստեղ կարևոր սկզբունք է խոսում։ Աստված կարող է։ Ինչի նկատի ունի առաքյալն ասելով Աստված կարող է։ 23 համարը եւ նրանք էլ եթե անհավատությունը չկենան, կպատվաստվեն։ Որովհետև Աստված, ես կարդում եմ բնագրի բառը, զորավոր է դարձյալ պատվաստելու նրանց։ Ռուսերենում Բոգ Սիլիոն, ապյաց պրիվից, այսինքն զորավոր է նորից նրանց պատվաստելու։
Այստեղ շատ կարևոր է հասկանանք նորից պատվաստելու, որ Աստված զորավոր է, Աստված ունի այդ զորությունը, այդ կարողությունը նրանց նորից պատվաստելու։ Ինչպես, եկեք անդրադառնանք սրան։ Այս հատվածում առաքյալը ավելի անդրադառնում է հավատքի աղբյուրին։ Տեսեք, ինքն ասում է պատճառը, որ կտրվեցին, անհավատությունն էր, որով չընդունեցին Քրիստոսին Տեր եւ հարությունը չհավատացին Քրիստոսի։ Բայց այն հավատքը, որը կընդունի Քրիստոսին Տեր եւ որը կհավատա Քրիստոսի հարության, կապված է ինչի հետ։ Իմ կարողության, ոչ, Աստված կարող է, Աստծո զորության, ոչ թե իմ, որովհետեւ ասում է, եթե հավատան, կպատվաստվեն, որովհետեւ Աստված կարող է նրանց հավատք պարգևել, եթե ավելի ճիշտ հասկանաք, որովհետև Աստված կարող է դարձյալ պատվաստել նրանց։ Կտրեց, հավատք չունեն, կպատվաստի, եթե հավատքով, հավատքը Աստծո կարողության հետ է, այսինքն այստեղ առաքյալը խոսում է հավատքի աղբյուրի մասին։ Դրա համար ասում Աստված զորավոր է, որ նրանց նորից պատվաստի, եւ խոսքը գնում է հավատքի պատվաստվելու մասին, հավատքով նորից պատվաստվելու մասին։ Եկեք ավելի խորը սա տեսնենք, այսինքն դա մարդկային կարողությունը չի, այդ հավատքը։ Դա եթե ոչ, առաքյալը չի ասի Աստված զորավոր է նրանց դարձյալ պատվաստելու։ Սա կարևոր է, որ մենք տեսնենք։ Հավատքը դա մարդու բնական կարողությունն է, թե Աստծո գերբնական պարգևը մարդու։ Սա է խոսում առաքյալը։ Տեսեք, հավատքը դա մարդուց է, թե Աստծուց։ Իհարկե Աստծուց, ինչպես անհավատ հեթանոսներին Աստված տվեց այդ հավատքը եւ պատվաստվեց, այնպես էլ կարող է, զորավոր է տալ անհավատ հրեաներին եւ նորից պատվաստել։ Սրա համար ասում է Աստված զորավոր է նրանց նորից պատվաստել։ Խոսքը գնում է հավատքի աղբյուրի մասին եւ այստեղ հավատքի աղբյուրը հանդիսանում է Աստծո զորությունը։ Աստված կարող է։ Դրա համար Եփեսացիս 1:19-ում ասում է, որ հավատացինք նրա կարող զորության պես։ Չի ասում, որ հավատացինք մեր իմաստությունով, որ հավատացինք նրա կարող զորության պես, որ զորության, որ գործի դրեց Հիսուս Քրիստոսին մեռելներից հարություն առնելու։ Այդ զորության կարողության պես հավատացինք։ Նրա կարող զորության պես հավատացինք։ Աստված կարող է նրանց այդ հավատքը տալ եւ նրանց նորից պատվաստել։ Դա Աստծո փրկության ծրագիրն է, սիրելիներս։ Ուստի մենք սա հասկանանք, որտեվ եթե մեկը կարծում է, որ ինքը զորավոր էր, որ հավատաց, ուրեմն կգնաս երկինք եւ քո զորավոր հավատքը կգովաբանես։ Աստծո շնորհքը կապ չունի քո հավատքի հետ։ Սա կարևոր է հասկանալ։ Ցիկը մի խոսքով 23 համարում Աստված ասում է, առաքյալ ասում է, եւ նրանք էլ եթե անհավատությունումը չկենան, կպատվաստվեն, հետեւից այսինքն որովհետեւ Աստված կարող է նրանց հավատք պարգևել։ Սրա մասին է խոսքը, որովհետեւ Աստված կարող է դարձյալ պատվաստել։ Այստեղ բառային սկզբունքը կա դարձյալ պատվաստել, նշանակում է այդ արմատի վրա բերել դնել, դա հավատքով է, ճիշտ է։ Այսինքն Աստված կարող է նրանց այդ հավատքով նորից պատվաստի։ Այնպես չի որ մի հանկարծակի մի օր նրանք կհավատան։ Այստեղ պետքա սա կարևոր է տեսնեք եւ ես ավելի խորը բաներ ձեզ ցույց կտամ։ Եթե շատերը մտածում են, որ Աստված նախորոք տեսավ եւ տեսավ մարդու հավատքը եւ հետո մարդուն ընտրեց։ Սիրելիներս, սա ուղղակի ծաղրանք է Աստծո շնորհքի ընտրության պես հասկացողության։ Այսինքն ոչ թե շնորհքի ընտրությունն է արդեն, այլ մարդու կարողության ընտրությունն է։ Աստված տեսավ քո կարողությունը այոյի ասելու, հավատալու եւ ըստ այդ կարողության քեզ ընտրեց, բայց այստեղ խոսքը գնում է Աստծո շնորհքի, դու չունես այդ կարողությունը, իր շնորհքով է ինքը տալի այդ կարողությունը եւ այդ շնորհքի ընտրության պես, ոչ թե քո կարողության ընտրության պես։ Սա կարևոր է։ Եփեսացիս 1:19 եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, այդ որն է Աստծո զորության գերազանց մեծությունը։ Զորություն եւ այդ զորության գերազանց մեծությունը, որն է մեզանում, որ հավատացինք իր կարող այդ զորության հաջողության պես, ինչպես այդ զորությունը հաջողացրեց մեզ։ Այդ զորությունը, որ Քրիստոսում գործադրեց նրան մեռելների միջից հարությունելով, որ իր աջ կողմում նստեցեց երկնավորներում։ Մենք հավատացինք նրա կարող զորության պես։ Այսինքն այն պատճառով, որ Աստված զորավոր է եւ կարող է իր կարողությունով պատվաստել, դա նշանակում է, որ Աստված
կարող է նրանց տալ հավատք։ Սա ամենակարևոր սկզբունքն է, որ ուզում եմ տեսնենք։ Դրա համար, եթե Աստծո ձեռքը մեզ չքաշի, առաքյալն է ասում, Հայրը Հիսուս Քրիստոսը, եթե հայրս չքաշի, որևէ մեկը չի գա հորս, այսինքն մենք կհավատանք նույն դևերի հավատքով։ Հավատում ենք Աստծուն, բայց փրկություն չկա, Քրիստոսին մերժում ենք։ Հավատում ենք Աստծուն։ Սա նույն դիվական հավատը, շատ հաճախ առաքյալը խոսում է դիվական, նաև այս զուգահեռ ասում է մարդկային, շնչավոր, դիվական, շնչավոր, դա Հակոբոսն է խոսում այդ մասին։ Այն իմաստությունը ասում է երկնային չի, դիվական եւ շնչավոր, մարդկային, նույն սկզբունքն ունի։ Պետք է մենք ճիշտ հասկանանք սա։ Գործառաքելոց 13:48-ում կարդում ենք. Հեթանոստերն այս լսելով ուրախանում էին եւ Տիրոջ խոսքը փառավորում էին եւ հավատացին քանիսը, որ կարգված էին դեպի հավիտենական կյանքը։ Եվ հավատացին նրանք, որոնք նախասահմանված էին դեպի հավիտենական կյանքը։ Այստեղ չի ասում հավատացին եւ կարգվեցին դեպի հավիտենական կյանքը։ Այսինքն Աստված տեսավ, որ հավատալու են, կարգեց նրանց հավիտենական կյանքի համար։ Ոչ, ասում է նրանք հավատացին, որոնք կարգված էին։ Այսինքն նրանք ընտրված էին, նախասահմանված էին, դրանք էլ հավատացին։ Ոչ թե հավատացին, հետո կարգվեցին, այլ կարգվեցին նրանք, որոնք կարգված էին։ Նորից կարդանք։ Եվ հավատացին մի քանիսը, որ կարգված էին դեպի հավիտենական կյանքը։ Կարգված էին անցյալումը, հավատալը ապագա։ Կարգված էին, դրա համար հավատացին։ Իսկ մարդիկ, որոնք ձեզ խաբում են, ասում են, նրանք հավատացին, դրա համար Աստված նրանց կարգեց։ Հակառակը տենում եք։ Այսինքն Աստված նախորդ տեսավ, որ հավատացին, նրանց էլ կարգեց հավիտենական կյանքի համար։ Ոչ, ասում է հավատացին նրանք, որոնք կարգված էին։ Աստված սկզբից կարգեց նրանց եւ այդ ընթացքում ֆիզիկական կյանքի հավատացին, որտեղ կարգված էին։ Խաբկանքը տեսակ,